Արդեն երեկոյան Օզբիլիսը պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի հավաքականի խաղացող։ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած արարողության ժամանակ ֆուտբոլիստը ստացավ 23 համարի մարզաշապիկը, որը նրան հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Բացման խոսքով ներկաներին ողջունեց ՀՖՖ նախագահը, հայտնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Օզբիլիսը ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Նախագահականի աշխատակիցն ընթերցեց հրամանագիրը, որից հետո ֆուտբոլիստը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիրը, ապա հնչեց Հայաստանի օրհներգը։ ՀՖՖ նախագահը եւ հավաքականի նորեկը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվեց հավաքականի նորեկից, արդյոք նա դիտել է Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները Սլովակիայի ու Անդորրայի ընտրանիների հետ։ Այո, դիտել եմ հանդիպումները։ Սլովակիայի եւ Անդորրայի նկատմամբ տոնած հաղթանակները շատ նշանակալից են։ Չպետք է մոռանալ, որ Սլովակիան ուժեղ թիմ է, որը հաղթել է Իտալիայի պես ուժեղ հավաքականին։ Ես շատ հպարտ եմ, որ հանդես եմ գալու նման թիմում։ Օզբիլիսը խոստովանեց, որ ընտրություն կատարել օգուտ մեր ընտրանու իր համար այնքան էլ հեշտ չէր, քանի որ Այաքսի մարզիչն իրեն խորհուրդ էր տալիս ընտրել Հոլանդիան։ Նա այդ որոշումը ճիշտ էր համարում մարզական տեսանկյունից, քանի որ կարծում էր այնտեղ ես ավելի լավ կարող եմ զարգանալ, բայց իմ սիրտը բաբախում է Հայաստանի համար, խոստովանեց Արազը։ Այաքսի ֆուտբոլիստը նշեց, որ նոր մրցաշրջանում հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն կարող է խաղալ եւ ձախից եւ աջից։ Հարց ուղղվեց նաեւ Ռուբեն Հայրապետյանին, ով կլինի հաջորդ ուժեղ ֆուտբոլիստը, որ կարող է համալրել հավաքականը։ Բանակցություններ ընթանում են թե ոչ։ Իսկ դուք ինչ եք կարծում, մեր հավաքականը ավելի թույլ է։ Ինչի՞ մասնա խոսքը։ Ես ձեզ մի բան ասեմ, ժողովուրդ։ Ավելի ուժեղացնելու համար ինչ է նշանակում ավելի ուժեղացնել։ Ավելի ուժեղացնելու համար մեր հավաքականը պետք է անընդհատ ու միշտ տարիների քրտաջան աշխատանք մարզիչների, որպեսզի մեր հավաքականը ավելի ու ավելի ուժեղանա։ Բնականաբար, երբ որ մեր հայ ազգի որևէ տաղանդավոր ֆուտբոլիստ լինում է որևէ երկրում, մենք ամեն ինչ անելու ենք, որ հայ ազգի բոլոր այ ֆուտբոլիստները հանդես գան ազգային հավաքականում։ Եթե դուք գիտեք որևէ մի ֆուտբոլիստի, որը կա արտասահմանում շատ ավելի ուժեղ, քան այսօր մեր հավաքականի որևէ մի ֆուտբոլիստ է, խնդրեմ անունը տվեք եւ ասեք, ինչի համար մենք չենք հրավիրում ազգային հավաքական։ Ես ձեր հարցն եմ հասկանում։ Դուք ի նկատի ունեք Թովմասյանին, հաստատ ի նկատի ունեք, մի ժպտացեք, ես մարդու դեմքից, ես կյանքին փորձից շատ լավ հասկանում եմ, ես նշել եմ Թովմասյանը հայ չի։ Օզբիլիսը նշեց, որ հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին մասնակցել չի կարողանա վնասվածքի պատճառով, սակայն երջանիկ է լինել այս երկրի եւ հավաքականի անդամ ու հույս ունի, որ 3 շաբաթից արդեն կկարողանա օգնել հավաքականին։ Թուրքիայի հավաքականից հրավեր ստանալ-չստանալու հարցին ֆուտբոլիստի փոխարեն պատասխանեց Ռուբեն Հայրապետյանը։ Քիչ առաջ Արազը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ Հայաստանի հավաքականի մարզաշապիկ։ Կոռեկտ չի նման հարցեր տալ։ Նա ընտրել է Հայաստանի ազգային հավաքականը։ Ուրիշ բան, եթե հարցնեիք Հոլանդիայի մասին։ Վերջում Արազը նշեց, որ դեռ չի տիրապետում հայերենին, բայց անպայման կսովորի այդ լեզուն։